Պարզ էր, որ իշխանությունը պսևդո խաղաղության կամ ճակերտավոր խաղաղության քարտը մշտապես պիտի փորձեր խաղացնել, պարզապես false start չասեմ, մի քիչ առաջ են ընկել իրադարձություններից, որովհետև ջղաձգված են, դա պարզ երևում է, խառն են, դա նույնպես պարզ երևում է, որովհետև իրենց համար ամենայն դեպս այն հիմնական իրենց գաղափարները կապված իրական Հայաստան կոչեցյալի հետ կարծես թե վաճառքը չի ստացվում, հետևաբար պիտի դիմեն ծայրահեղ քայլերի, սա ծայրահեղն է, դաշտը ընդհանրապես բաժանել երկու մասի, պատերազմի մաս եւ խաղաղության մաս, իրենք խաղաղության մասն են, ծիծաղելի է, որ խաղաղության մասն է, որտեղ այս իշխանությունը միայն 3, եթե ոչ ավել պատերազմ է բերել մեր ժողովրդի գլխին եւ պատերազմի մաս, այն մարդիկ, ովքեր որ պատերազմ են հաղթել վերջ-վերջո կամ ճակատամարտում հաղթել են եւ կարողացել են կայուն որոշակի, այսպես ասենք, փոփոխությունը, բայց հիմնականում խաղաղությունը պահպանել։ Հիմա այս հայելային էֆեկտի տրամաբանությունը, որ իրենք փորձում են անընդհատ բերել դաշտ եւ անընդհատ աշխատացնել, ես կարծում եմ, որ պիտի շատ զառնասրտորեն ընդունել, որովհետեւ էմոցիոնալ ֆոնը արդեն կարծես թե տեղափոխվել է ավելի իշխանական դաշտ, ընդդիմությունը պիտի շատ ավելի հանգիստ, շատ ավելի հաշվենկատ, շատ ավելի սառնասիր ձևով այս ամեն ինչը ընդունի կամ վերաբերվի սրան եւ փորձի էլի նույն հաշվենկատ, խաղաղ եւ սառնասիր ձևով մարդկանց հասցնել բացատրել այն հիմնական գաղափարը, թե ինչու իրենց գալով չի կարող լինել պատերազմ, շատ պարզ, այսինքն սխեմաները շատ պարզ են, այնպես որ գնահատելու էլ չունեմ, որ ինչ-որ գնահատական տամ, ես վաղուց արդեն абսուրդին, հեքիաթներին, հիմարաբանություններին գնահատական փորձում եմ չտալ։ Պարոն Մելիքյան, շանտաժի, սպառնալիքի էլեմենտ չեք տեսնում այս հայտարարությունների մեջ։ Միանշանակ տեսնում եմ, հայտարարությունը հենց այդ շանտաժով լի էլեմենտների մասին է, այսինքն պատկերացնում եք, չէ, մի իշխանություն, որ իր ամբողջ ժողովրդին սպառնում է պատերազմով, այն էլ ինչ ձևով եւ ինչ լկտի ձևով, այլանդակ ձևով, որ ոչ միայն պիտի հաղթեն իրենց պատկերացմամբ, այլ պիտի սահմանադրական մեծամասնություն ունենան եւ դրա գինը պիտի լինի, որ դուք պարտավոր եք գաք եւ ինձ ընտրեք, որտեղ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Սա է, սա ամբողջ շանտաժը, լկտի շանտաժը ընդ որում եւ իրականության հետ որևէ աղերս չունի, որովհետեւ տապալված իշխանությունը, տապալված դիվանագիտությամբ իրավունք չունի անգամ խոսելու խաղաղության օրակարգերից։ Խոսում են, ասում են, եթե դուք կարող չխոսել, սա մնացել է կարծես թե միակ քարտը, որովհետեւ ինչ ասես, էլ այդ կրկեսային բեմադրություններից սկսած վերջացրած հանգիստ իբր հասարակ ժողովրդի նման իրենց օրը անցկացնում են, երգում են, պարում են եւ ուտել, այդ ուտելը շատ կարեւոր, անընդհատ, անդադար պիտի ուտել, ստամոքսները լցնել, սա կարծես թե նուրբ թելերին ժողովրդի չի կպնում, բայց նուրբ թելերին կպնում է իհարկե խաղաղության տերմինոլոգիան, հետեւաբար ընդդիմությունը ունի անելիք այս իմաստով եւ ես համոզված եմ, որ շատ ու շատ պատեհառիթներով անպայման դրա մասին կխոսվի ընդդիմադիր ճամբարից կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատներից, թե ինչու պիտի այս իշխանությունը գնա, այս իշխանությունը պիտի գնա, որ չլինի պատերազմ, սա է ամբողջ խնդիրը եւ ամբողջ գաղափարաբանությունը այս ամեն ինչի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։